մենք կառուցության նախագծային անդամներն ենք, մեր թեման Հովհաննես Թումանյանն է եւ եկել ենք որպեսզի ձեզանից հարցազրույց վերցնենք։ Հովհաննես Թումանյանի առաջացումը։ Հովհաննես Թումանյանը առաջին անգամ համարվել է 13 տարեկանում եւ գրել է իր առաջին բանաստեղծությունը Հոգուս հադոր սրտիս կտոր, որի շարունակությունը թեկան դասեր կանարեցներ։ Եվ ինչ զարմանք սերեսատում որ կենթանի մի բաղանի սերեսատում Ստեղծագործություններից որոնք գիտեք, կարող եք արտասանել։ Ինչքան ցավ եմ տեսել ես, նենք ու դավ եմ տեսել ես, ծարել ներել ու սիրել, վատը լավ եմ տեսել ես։ Հեյ պարոններ, ականջար եք, թափառական աշխուղին, սիրունդիքն եք, ջահեր տղեք, լավոշ տրեք իմ խաղին։ Մենք ամենքս հյուր ենք կյանքում են մեկ ծնձյամբ ու չորից, հերթով գալիս անց ենք գնում այս անցավոր աշխարից։ Անց ենք գնում սերը խնդում գերեսկություն գանձուգա, մահամերն է մեկ պայնը մարդու գործը միշտ ամահ, գործը ամալավն մասեք, որ խոսում է դարեդար, երնեքներով իր գործով կապրի անվար ճանդաթար։ Ճամփեն խավար մեջ, ճամփեն գիշերում, մենք անհատում են անլույս մթում, երկար դարերով գնում ենք դեպվել հայաց լեռներում, դժվար դեռներում։ Տանում ենք ինձ մեր գանձերն ասում, մեր գանձերը ծով, ինչ-որ դարերով եկել ծնել մեր խորում հոգին, հայաց լեռներում, բարձր լեռներում։ Հարիական շետանապատի որ դերը սև իրանի հետը, երկար վրակեցին մենք խաղամազնիվ, հայաց լեռներում, արդոք է։ Մեր քարվանը շփոցը սկահար, թալանված, ջարդված ու հատված, դանում է իրեն վերքերն անհամար, հայաց լեռներում, կանաչ լեռներում։ Քիչ դրվագներ կարող եք ներկայացնել։ Մի անգամ գաղթականները հավաքված են լինում Էջմիածնու փակել էր դռները եւ թույլ չէր տալիս, որ գաղթականները ներս մտնեն։ Գաղթականների կեսը մահանում էին սովից, կեսը հիվանդություններից եւ Թումանյանը բացում է Էջմիածնի դռները եւ թողնում որ գաղթականները ներս մտնեն։ Թումանյան հաճախ գրել է մեր մեջ ժամանակի հիվանդները եւ բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը։ Մի օր ասաց. «Այս հազարան բլբուլն էլ բիզնես է չոքեմ ու երկար չեմ հիվանդանում, որ հիվանդ կա»։ Ուրեմն Հովհաննես Թումանյանը ջահել տարիքում շատ լավ դիպուկահար էր, կարողանում էր շատ լավ գրակել զենքով։ Նա ընդհանուր ընկերներից գրազ էր գալիս եւ միշտ գրում էր։ Նա այնքան լավ էր գրակում, որ կարողանում էր անգամ մատանի մեջով պանթուշ ստացնել, սակայն դրա վերջը նա մի քանի տարով գնաց բանտ։